Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք մի քանի վայրկյան սպասենք մեր ուղիղ եթերի մեկնարկին, մեր հեռարձակողների խնդրանքով։ Այս պահին մեր Facebook-յան ուղիղ եթերից բացի, ուղիղ եթերով վերահեռարձակում է իրականացնում 168.am լրատվական կայքը, Եվ ես վերստին շնորհակալությամբ ուզում եմ վկայակոչել բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր հետագայում իրենց YouTube-յան ալիքներում վերահեռարձակում են այս թեմատիկ զրույցները, դրանք հասանելի դարձնելով ավելի մեծ թվով մարդկանց։ Այսօրվա թեմատիկ զրույցը ես վերնագրել եմ դատաղազը և այն վերաբերում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին Աննա Վարդապետյանին և նրա գործունեությանը։ Իհարկե ես պլանավորել էի, որ իմ թեմատիկ զրույցների շարքում մի օր պետքա անպայմանորեն անդրադառնամ և վերլուծեմ նրա կերպարն ու գործունեությունը և այն վտանգները, որոնք մեր պետության առջև կանգնած են հանցախմբի այս թևի ներկայացուցիչների և նրանց գործունեության կողմից։ Բայց Աննա Վարդապետյանը որոշեց առաջ գցել իր հերթը թեմատիկ զրույցների շարքում 2023 թվականի հունիսի 9-ին Զինված ուժերի երկրորդ բանակային զորամիավորում կատարած իր այցելությամբ զինվորական համազգեստով էռատո ոճով բարոյահոգեբանական աջակցության սեփական սեանսը կազմակերպելու և ֆոտոսեսիա իրականացնելու համար։ Սա հերթական խայտառակությունն է, երբ որ փորձում են այդ կանայք բանակը դարձնել ծաղրի առարկա։ Ինչ գործ ունի դատախազը բանակային զորամիավորումում։ Ինչ գործ ունի դատախազը այցելի հրամանատարաշտաբային կետ կամ հրամանատարի աշխատասենյակ և ծանոթանա ռազմական գաղտնիք հանդիսացող, իր լիազորությունների հետ ոչ մի առնչություն չունեցող քարտեզների, ռազմական փաստաթղթերի տեղեկատվության, ինչի պիտի բանակային կորպուսի հրամանատարը գլխավոր դատախազին զեկույցներ ներկայացնի իր ծառայության մասին։ Սա խայտառակություն է, որը ունի շարունակություն այն գործընթացի, որը սկիզբ է դրել դեռևս Աննա Հակոբյանը վարչապետի տիկինը։ Ես հիմա այս առիթը պետք է օգտագործեմ հիշեցնելու, որ մինչև 44-օրյա պատերազմը Աննա Հակոբյանը զինվորական համազգեստով, ինչպես իր ամուսնու հետ միասին նրան ուղեկցելով, այնպես էլ առանց վարչապետի բազմիցս այցելել է առաջնագիծ և սահմանային զորամասեր։ Որևէ բացատրություն չկա նրա այդ գործողությունների և գործունեության համար։ Պատերազմից մի քանի օր առաջ 2020 թվականի օգոստոսի վերջին սեպտեմբերի սկզբին Աննա Հակոբյանը կասկածելի խմբով մի կանանց հետ մի քանի օր շարունակ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցել է ինչ-որ ռազմական պատրաստություն, թե ինչ նպատակով, ինչի համար։ Այնուհետև պատերազմի թոհուբոհում են ամենաբարդ ժամանակաշրջանում, երբ որ արդեն զոհվում էին հազարավոր երիտասարդներ, և արդեն ակնհայտ էր հայկական զինված ուժերի պարտության տանելու նրա ամուսնու ծրագրերն ու մտադրությունը, նա ծաղրի է վերածում ամբողջ պատերազմը ստեղծելով այդ խեղկատակություն կոչվող էռատո կանանց կամավորական ջոկատը։ Այնուհետև կանանց աղջիկների վերջի շրջանում անցած տարվա աշնանն էր կարծեմ, նոյեմբեր ամսին, թե հոկտեմբեր ամսին, կազմակերպվում է կանանց կրակային պատրաստություն սկզբից Երևանի, այնուհետև պիտի ծրագիր իրականացվեր մարզերի համար, ոչ մի լուրջ չտրվեց մարզերում իրականացման համար, բայց Երևանում երկու հերթափոխով ինչ-որ դեռատի կանայք աղջիկներ գնում են Մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարան և այնտեղ հրաձգության վարժակ են ասում, և դրան այն աստիճան կարևորություն է տրվում այդ պիկնիկին, որ դրան անձամբ մասնակցում է և առաջին հավաքի մասնակցում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Այդքան կարևոր միջոցառում է, էլի մի քանի 25 տարեկան աղջիկ գնացել են 10 փամփուշտից աջինոշնիկ կրակեն զբանում, հրաձգարանում։ Վերջերս են ընդունել կառավարության որոշում եւ փոփոխություն են կատարում զինվորական ծառայության մասին օրենքում կանանց զինվորական ծառայության մեջ ներգրավելու համար, այսպես կոչված կամավոր պարտադիր սկզբունքով։ Հանրային հեռուստաընկերությունը սկսել է մի սերիալ հրապարակել, թողարկել, ասենք կին պաշտպանության նախարարի մասին, ասենք գլխավոր դերակատարը հերոսը կին պաշտպանության նախարարը։ Աննա Հակոբյանը բոլորովին վերջերս այս տարվա մայիսին իր ամուսնու պաշտոնական պատվիրակության կազմում պաշտոնական այցով մեկնում են Չեխիա եւ նա չի մասնակցում իր ամուսնու հետ ոչ մի պաշտոնական հանդիպման, բայց առանձին հանդիպումը Չեխիայի պաշտպանության նախարարի հետ, որը կին է։ Ակնհայտ է, չէ՞, որ սրանով սրանք փորձում են իմ տպավորությամբ Աննա Հակոբյանին նախապատրաստել պաշտպանության նախարարի պաշտոնին, իսկ իշխանությունը ամրապնդելու դեպքում, եթե հանցավոր ռեժիմը պահպանվի, հետագայում նաև ինքը միգուցե փոխարինի իր ամուսնուն վարչապետի պաշտոնում։ Եվ հիմա այս գործին, այսինքն կին զինվորականի այս հերոսական կերպարի մեջ մտել է վարչապետի նախկին օգնական հիմիկվար գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Այն նույն Աննա Վարդապետյանը, որի պաշտոնավարման ժամանակաշրջանում 2023 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցել Հայաստանի զինված ուժերի պատմության մեջ խաղաղ պայմաններում տեղի ունեցած ամենամեծ ողբերգությունը, որին զոհ են գնացել 15 զինծառայողներ եւ մինչ օրս ողջ իրավապահ համակարգը, այդ թվում դատախազությունը, այդ թվում Աննա Վարդապետյանը չգիտեն եւ պաշտոնապես չեն հայտնել զոհված զինծառայողների մահվան հանգամանքները եւ մինչեւ օրս ոչ միայն նրանց ծնողները, հարազատները, այլև ողջ հասարակությունը տեղեկություն չունի այդ մեծագույն ողբերգության հանգամանքների մասին։ Այն նույն ողբերգության, որից մի քանի ժամ հետո կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը արդեն ականատեսի վկայություններ էր տալիս, այնպես ձևով էր ներկայացնում, թե ոնց է 5 լիտրանոց բենզինի կանեստր է սպան տեղափոխել, լցրել վառան, ոնց որ ինքն ներկայ է եղել, ուղղակի հերթական անգամ չի մեռել, որ հարություն առնի։ Ու մինչև հիմա Աննա Վարդապետյան այդ վարկածին կպած չի կարողանում բացահայտել այդ ամենամեծ ողբերգությունը, որ տեղի ունեցել իր պաշտոնավարման շրջանում։ Բայց ահա մեկ էլ պաշտոնական հաղորդագրություն դատախազության կայքում։ Քննարկում է ունեցել բանակային կորպուսի հրամանատարի եւ անձնակազմի հետ։ Բանակային կորպուսի հրամանատարը գլխավոր դատախազին է ներկայացրել արկա խնդիրները ու սահմանում տիրող իրավիճակը։ Գլխավոր դատախազ Վարդապետյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ եւ ծանոթացել շփման գծում տիրող իրավիճակին։ Ես ուզում եմ այդ իրավաբան կոչվող գլխավոր դատախազին հարցնել. ինքը կյանքում մի անգամ դատախազության մասին օրենքը կարդացել է թե ոչ։ Եթե կարդացել է, կարա մեզ ցույց տա, թե դատախազության մասին օրենքի որ հոդվածով է ինքը այցել է հրամանատարին, երկրորդ բանակային կորպուսի եւ այդ պաշտոնական հաղորդագրությունը տեղադրել դատախազության կայքում։ Իսկ ինքը կարդացել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որտեղ գրած է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իրավասու է կատարել միայն այն գործողությունները, որի համար սահմանված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Էս ինչ խեղկատակություն է։ Ով է մեզնից ընդհանրապես տեսե մեր պետության անկախության ողջ շրջանում, ասենք Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի զինվորական համազգեստով, Բելա Քոչարյանի զինվորական համազգեստով, Ռիտա Սարգսյանի զինվորական համազգեստով, եւ որ վերջին երկուսի ամուսինները եղել են ուղղակի ազատամարտի մասնակիցներ, հրամանատարներ, Արցախյան պաշտպանության կազմակերպման երևելիներ։ Էս ինչ բան է, սա դիտմամբ են անում, ծաղրի են վերածում։ Իսկ հիմա բերեք տեսնենք սրա կերպարը, ինչի համար է սա ստեղծված եւ ինչ խնդիրներ է լուծում եւ ինչի հատկապես ինքը նշանակել գլխավոր դատախազ։ Ինչ է պետք Նիկոլ Փաշինյանին դատախազությունից։ Թաքցնել բոլոր այն հանցագործությունները, որ ինքը կատարել է իր ողջ պաշտոնավարման շրջանում, այդ թվում եւ ռազմական բնույթի հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները, որով հրահրել է պատերազմ։ Այսօր պաշտոնական հաղորդագրություն են տալի, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը հունիսի 20-ին
ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանք, ինչ քննիչ հանձնաժողով, ԱԱԾ քննչական դեպարտամենտ, ահա թե որտեղ պիտի Նիկոլ Փաշինյանը հարցերի պատասխանի։ Իսկ դատախազությունը կթույլատրի արդյոք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրչական ասեցի սպոնտան, կարող ավելի ճիշտ, քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանին ներգրավելու այդ հանցագործության կազմակերպման եւ իրականացման համար։ Արդյոք կգտնվի դատախազ, որ իրավական գնահատական կտա, թե Նիկոլ Փաշինյանը ինչ իրավասություն ուներ ստորագրելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եւ որ ինքը հայտարարում էր, որ ինքը Արցախի անունից բանակցելու իրավունք չունի։ Դատախազը պիտի հարցնի, չէ՞ իրան, բայց եթե դու բանակցելու իրավունք չունեիր, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու իրավունքը որտեղից ձեռք բերեցիր։ Իսկ եթե իրավունքի չարաշահում ես իրականացրել, պաշտոնական դիրքը չարաշահել ես, պետությանը վնաս ես տվել, բայց դրա պատասխանը ով պիտի տա։ Զոհված զինծառայողի մայրը եթիմի պես փողոցներում թվարեկող անտերանտիրականի խնամքա ցուցաբերում քրեական պատասխանատվության եք ենթարկում։ Բա հազարավոր մարդկանց մահվան հանգամանքների համար ով պիտի պատասխան տա։ Եվ իրեն նպատակը ամրապնդել այդ իշխանությունը հանցավոր նպատակով մեր պետությունը թշնամուն հանձնելու համար։ Եվ այսօր 2023 թվականի հունիսի 12-ին Փաստինֆոն այսպեսի մի քիչ առաջ մի հոդված հրապարակե Աննա Վարդապետյանը ստանձնել է Արցախ Ադրբեջանին հանձնելու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների հովանավորչության դերը։ Եվ Փաստինֆոն հարցում է ուղարկել գլխավոր դատախազություն, պարզելու թե արդյոք Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգը խախտելու, այն է ինքնիշխան տարածքի Արցախի հայկականության կասկածի տակ դնող սահմանադրությանը հակասող գործողությունները, հայտարարությունները քննության առարկա դարձել են, թե ոչ։ Արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է Նիկոլ Փաշինյանի կողմից տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարությունների եւ գործողությունների փաստի արդիվ։ Սա քրեական օրենսգրքով նկարագրվող հստակ հանցագործություն է։ Եվ պատասխան են ստացել Փաստինֆոյում գլխավոր դատախազությունից, որ գրավոր հարցմանի պատասխան հայտնել են։ Հարցման կապակցությամբ պարզաբանում են, որ դրանում մատնանշված հայտարարության արդիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարց չի քննարկվել, նկատի ունենալով, որ դրանով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Ահա խնդրեմ, թե ինչի համար է պետք Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանին, իր օգնական Աննա Վարդապետյանը դատախազի պաշտոնում։ Անգամ Արթուր Դավթյանը, որը ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո անձնորոշ ծառայություններ են մատուցում հանցախմբին, ակնկալելով, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո քաղաքացիական պայմանագիրը պետք է վերառաջադրի իր տեխնացությունը դատախազի պաշտոնում, այդպիսի իրավունք ուներ, անգամ նրան չտվեցին այդ հնարավորությունը, որովհետև նա հայրենիքը դավաճանելուց առաջ նաև դավաճանության այլ դրսևորումներ էր ցուցաբերել եւ արդեն վստահություն չէր ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար եւ մտածում էր, որ եթե նա իրեն այդ պաշտոնում նշանակող մարդուն կարատանի դատարան, ապա կարող է նաև մի օր հանկարծ պատահի դավաճանության այդ պատասխանատու վերաբերմունքը իր հանդեպ ցուցաբերի։ Արթուր Դավթյանը հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներից է եւ նա ժամանակ ուներ մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 15-ը կայացնել իր պատվի արժանապատվության եւ մասնագիտական խղճից բխող որոշում։ Նա չի կայացրել այդ որոշումը, նա հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներից է եւ անվստահելի դավաճան է համարվել նաեւ Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ ահա միակ վստահելին պարզվում է այս երիտասարդ կինն է, ծագումով Տավուշի մարզից։ Մի ժամանակ չգիտես ինչի հայ հասարակությունը մոլեգնում ու փոթորկում էր, եթե իմանում էր, որ մի պաշտոնյա ծագումով տենց հերրու կապերով կապված է Արցախի հետ։ Հիմա որ բոլոր առանցքային պաշտոններում չգիտես ինչի հայտնվում են Տավուշի մարզից, տենց Իջևան քաղաքից, դա այլևս չգիտես ինչի մեր հասարակությանը չի հետաքրում։ Դրանց թվում է նաև գլխավոր դատախազը։ Ես նայել եմ այսօր դատախազության կայքում բոլոր դատախազների կենսագրությունները։ Պարզվում է, որ Աննա Վարդապետյանը
19 թվականից մինչ օրս միակ դատախազն է Հայաստանի գլխավոր դատախազը, որ այդ պաշտոնում նշանակվելուց առաջ մեկ օր անգամ դատախազության համակարգում չի աշխատել։ Անգամ մեկ օր որևէ առնչություն դատախազության հետ չի ունեցել։ Բայց պարզում ասենք օրինակ դեռևս ուսանող 17 տարեկան Աննա Վարդապետյանը 2003-2005 թվականներին եղել է Ավան համայնքի ղեկավարի խորհրդականը։ Շուրջ 2 տարի խորհուրդներ է տվել թաղապետ Հարություն Մարգարյանին։ Առաջին եւ երկրորդ կուրսում ուսանելու ընթացքում նա եղել է նաեւ խորհրդատու Ավանի թաղապետին։ Հերթական խայտառակությունը եւ քաղաքական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնողը նշանակվում է միանգամից անկախ սահմանադրական մարմնի պաշտոնում։ Այսինքն անկախ սահմանադրական մարմին հանդիսացող դատախազությունը ղեկավարում է մի մարդ, որի նախորդող պաշտոնը համարվում է օրենքով որպես պետական հայեցողական պաշտոն։ Նման դեպքեր այս ադրբեջանա-թուրքական իշխանության պարագայում մշտական են։ Ասենք օրինակ Վահագն Հովակիմյան, ազգային ժողովի падգամավորից կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, պարզվում է նաև ինքն է իրան ընտրել այդ պաշտոնում եւ իր ձայնը եղել է վճռորոշ, եթե մի ձայնը չլներ, նա չէր ընտրվում։ Անահիտ Մանասյան, մարդու իրավունքների պաշտպան ընտրվել գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, որին նշանակել էր նույն Աննա Վարդապետյանը։ Կարեն Անդրեասյան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է, նախորդող պաշտոնը եղել է արդարադատության նախարար եւ ներշնչվել է Նիկոլ Փաշինյանի պատկերին նայելուց եւ այլն։ Եվ սա այլ այն հերթական դեպքերից է, որ վարչապետի օգնականը նշանակվում է գլխավոր դատախազ։ Իդեպ շատ հետաքրքիր է սրա կենսագրությունը ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Ուրեմն նա եղել է արդարադատության նախարարի խորհրդական, արդարադատության նախարարի տեղակալ 2020-22 թվականներին դարձել է վարչապետի օգնական։ Իդեպ մամուլում կա մի շատ ուշագրավ հրապարակում, կներեք, փոխնախարարի պաշտոնից նրա հեռանալու պատճառն այդպես էլ հայտնի չդարձավ։ Սակայն մամուլում տարբեր հրապարակումներ եղան, ըստ որոնց պատճառը խուտ բարեգործական հիմնադրամի շուրջ ծավալված քրեական պատմությունն էր։ Հիմնադրամի տնօրենի պաշտոն այդ ժամանակ զբաղեցրել է Վարդապետյանի հայրը։ 2020 թվականի մարտին Աննա Վարդապետյանը նշանակվեց վարչապետի իրավական հարցերով օգնականի պաշտոնում։ Այսինքն փոխնախարարի պաշտոնից նրա հեռացման փաստացի պատճառը ըստ մամուլի հրապարակումների եղել է նրա հոր կոռուպցիոն գործունեությունը։ Այդ մասին կա մամուլի հրապարակում, ես հղումը տեղադրել եմ այս իվենթում, հրապարակումը եղել է հետք.am կայքում։ 2022 թվականի հունիսի 29-ին ազգային ժողովի կողմից նա առաջադրվել եւ ընտրվել է գլխավոր դատախազի պաշտոնում միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից։ Այսինքն ընդդիմադիր խմբակցությունները տեխնացու չեն առաջադրել եւ չեն մասնակցել գլխավոր դատախազի ընտրության։ Այսինքն նա փաստացի ընտրվել է ոչ թե ազգային ժողովի կողմից, ինչպես մյուս բոլոր շատ պաշտոնյաներ Հայաստանում, այլ ընդամենը ադրբեջանա-թուրքական հեղափոխության շահառու հանդիսացող քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից։ Եվ ինչն է հետաքրքիր, որ 2022 թվականի հունիսի 22-ին, այսինքն դատախազ ընտրվելուց մի քանի օր առաջ ընդամենը, վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանը նշանակվել է Երևանի պետական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, որտեղ շարունակում է մնալ մինչ օրս, որի նախագահն է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այսինքն ըստ էության պետական համալսարանի կառավարման խորհրդում գլխավոր դատախազը հանդիսանում է պաշտպանության նախարարի ենթական։ Նա համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, իսկ ինքը այդ խորհրդի անդամ։ Այն դեպքում, երբ որ նա ինքը պետք է բացահայտեր այն հսկայական կոռուպցիոն բովանդակության հրապարակումները մամուլի, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարի գործունեությանը։ Վարչապետի օգնականի պաշտոնում Աննա Վարդապետյանը հայտնվեց մի աննախադեպ սկանդալային պատմության մեջ, որը վերաբերվում էր
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ եւ ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Վարչապետի օգնականի պաշտոնում ուրեմն կապվել է հիմա բերում եմ մամուլի հրապարակում 168 AM-ը հայտնել է տեսանյութ, ըստ որի Աննա Վարդապետյանը, ես այդ տեսանյութը դրել եմ մեր իվենթում, Աննա Վարդապետյանը խմբագրել է պարոն Հայրապետյանին ներկայացվող մեղադրանք, այսինքն տեսանյութում հստակ երևում է քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը, որտեղ Word-ի են ամենապարզ գործիքակազմով edit անում, դե նշանակում է edited by Աննա Վարդապետյան, ու ամբողջ տեքստը խմբագրվել է Աննա Վարդապետյանի կողմից։ Քրեական օրենսգրքում սա շատ որոշակի հանցագործություն է նկարագրվում ինքնավար պաշտոն զբաղեցնող քննիչի գործունեությանը միջամտելու իմաստով։ Ավելին, մամուլում տարածված էր նաև YouTube-ում տարածված էր մի ձայնագրություն, որով քննիչը, թե քննչական խմբի ղեկավարը ձայնային հաղորդագրություն է ուղարկում մյուս քննիչներին եւ ասում է, որ պետք է լինի խորհրդակցություն Ռուբեն Հայրապետյանի գործով, որին մասնակցելու է նաև վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Այսինքն քաղաքական պաշտոն զբաղեցնողի օգնականը, որը զբաղեցնում է պետական հայեցողական պաշտոն, բացարձակապես իրավունք չուներ որևէ միջամտություն իրականացնել քննիչի գործողություններին։ Սա ուղիղ քրեական օրենսգրքով նկարագրվող հանցագործություն է։ Եվ հիմա ստացվում է, որ այդ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ոչ թե չի պատժվել իր կատարած արարքի համար, այլ նշանակվել է դրանից հետո գլխավոր դատախազ։ Իդեպ ասեմ, որ 2021 թվականի մարտի 26-ին ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի վերաբերյալ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը։ Այս մասին հետքի հարցին ի պատասխան հայտնեցին ԱԱՑ-ի լրատվական ծառայությունից։ Իդեպ ասեմ ձեզ, որ Աննա Վարդապետյանի մոտ հայտնված նյութերի ցանկում եղել են նաև Ռուբեն Հայրապետյանի բանկային հաշիվների մասին տեղեկությունները։ Բանկային հաշիվների մասին տեղեկությունները դրանք բանկային գաղտնիք են, օրենքով պաշտպանված տեղեկություններ են, եւ եթե մի երկրում հնարավոր է, որ յուրաքանչյուր բիզնեսմենի, յուրաքանչյուր մարդու բանկային տեղեկությունները հայտնվեն քաղաքական կամ վարչական պաշտոն զբաղեցնող մարդկանց մոտ, այդ մի լրատվությունը տարածելը արդեն նշանակում է, որ այդ երկրում որևէ նորմալ մարդ, այսինքն որևէ բիզնեսմեն ներդրումներ չի իրականացնելու, բիզնեսով չի զբաղվելու, որովհետև նշանակում է, որ իր բանկային հաշիվները առանց իր իմացության կարող են հայտնվել քաղաքական կամ վարչական ղեկավարության ձեռքին։ Ահա այս սկանդալային պատմությունով Աննա Վարդապետյանը գործուղվե որպես գլխավոր դատախազ միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից։ Եվ ինչ արել նա դատախազի պաշտոնում։ Դատախազի պաշտոնում նա փոխել է գրեթե ողջ ղեկավար կազմը դատախազության։ Այսինքն գլխավոր դատախազի տեղակալներին այսօր էլ 3 եւ այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ պաշտոնից ազատվել է գլխավոր դատախազի մյուս տեղակալը, առանցքային վարչության պետերը, պաշտոնից ազատվել էր զինվորական դատախազը եւ այլն։ Սա ինչ է նշանակում, որ դատախազությունը դա պրոֆեսիոնալ մարմին չի հանդիսանում։ Դա քաղաքական մարմին է, որովհետեւ միայն քաղաքական մարմնում է հնարավոր ղեկավարի փոփոխությունը հանգեցնի դատախազության ողջ ղեկավար կազմի փոփոխության։ Որովհետեւ եթե նրանք պրոֆեսիոնալներ են, իրենց պաշտոնին, իրենց կարգավիճակին համապատասխանող արդարադատության պետական դասային աստիճան ունեցող պրոֆեսիոնալ դատախազներ, նրանք պետք է անկախ քաղաքական փոփոխություններից, անկախ դատախազի փոփոխությունից շարունակեն իրենց պաշտոնական պարտականությունների կատարումը։ Եթե դա այդպես չի, իսկ գլխավոր դատախազությունում Աննա Վարդապետյանի նշանակելուց հետո պարզվում է, որ դա այդպես չի, դա այլևս նշանակում է, որ դա քաղաքական մարմին է։ Եվ որ դա քաղաքական է, դրանից երևում է նաև իր կատարած նշանակումներից։ Օրինակ, նա գլխավոր դատախազի տեղակալ էր նշանակել 1 օր դատախազությունում չաշխատած իր ընկերուհուն Անահիտ Մանասյանին, որին քաղաքացիական պայմանագիրը հետո առաջադրեց եւ ընտրեց մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում խախտելով սահմանադրությունը
եւ օրենքները։ Իդեպ ասեմ, որ Աննա Վարդապետյանի պաշտոնավարման շրջանում մրցույթ էր հայտարարված դատախազի մեկ այլ տեղակալի, գլխավոր դատախազի ընտրության համար, եւ այդ մրցույթին մասնակցողը նախկին քննչական կոմիտեի ղեկավարն էր, որը հանեց իր տեխնացությունը, ՔՊ-ի կողմից առաջադրվեց եւ ընտրվեց բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ նրա փոխարեն առանց մրցույթի նշանակվել է զինվորական դատախազ, որը այսօր ուղեկցում է Աննա Վարդապետյանի երկրորդ բանակային կորպուս։ Այսինքն լրիվ սուբյեկտիվ քաղաքական ըստ էության որոշումների կայացում։ Հենց այսօր պարզ դարձավ, դեռևս հրամանը դատախազության կայքում չկա, որ գլխավոր դատախազի տեղակալը նշանակել Լիլիթ Գրիգորյանին, որին ընդամենը 2022 թվականի նոյեմբերի 18-ին, ընդամենը մի քանի ամիս առաջ Աննա Վարդապետյանը իր կարգադրությամբ նշանակել էր Երևան քաղաքի դատախազ։ Այսինքն ինչ է նշանակում, բա դու մարդուն նշանակել ես դատախազ, դա պիտի մի ամբողջ ժամկետ այդ դատախազությունում աշխատի։ Այդ հոսունությունը, այդ շտապողականությունը։ Իդեպ ինչ է պարզում, որ Լիլիթ Գրիգորյանը, որ այսօր նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ Աննա Վարդապետյանի կարգադրությամբ, նրա դուստրը Էլեն Մարգարյանը բոլորովին վերջերս Աննա Վարդապետյանի կողմից նշանակվել է իրեն օգնական, Աննա Վարդապետյանին օգնական, իսկ նրա մյուս դուստրը աշխատում է Երևան քաղաքի դատախազությունում, այսինքն աշխատել է իր մայրիկի անմիջական ենթակայությամբ։ Ահա կադրային քաղաքականությունը, թե ինչպես է վարվում Աննա Վարդապետյանը։ Իդեպ մի շատ հետաքրքիր բացահայտում էր պարզվեց տեղանացել վերջին օրերին։ Սրանք ոնց որ իմացել են, որ ես իրենց թեմատիկ զրույց եմ նախապատրաստում իրենց համար, միտամ իմ ունեցած նյութերից քիչ էր, հավելել են նաև նոր նյութերով։ Պարզում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023 թվականի հունիսի 8-ի թիվ 50L հրամանով մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշանակվել է դատախազության օրինականություն գիտագործական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ։ Պատկերացնում եք, մի անկախ սահմանադրական մարմնի ղեկավարը, մարդու իրավունքների պաշտպանը, դատախազի հրամանով դատախազությունում նշանակվում է պաշտոնի, թեկուզ չվարձատրվող, թեկուզ հասարական հիմունքներով։ Նախ ինչ է նշանակում դատախազության գիտագործնական պարբերական։ Այդ դատախազությունը երբ դառավ գիտական կենտրոն, երբ դառավ հետազոտական կենտրոն, այդ դուք ձեր քրեական գործերը կարողանում եք բացահայտել, մի հատ էլ գիտությամբ եք զբաղվում, ձեր գիտությունը, ձեր կղին, մեր շենքի բակում իմ նկատմամբ բռնություն է գործադրվել հոկտեմբերի 18-ին, օրը ցերեկով կամերաների առաջ մինչև հիմա չեք կարող բացահայտել ով է դա իրականացրել, մի հատ էլ գիտությամբ եք դուք զբաղվում, հա, բախտավարներ։ Ու այդ գիտությամբ զբաղվելու իրենց ռեսուրսներ չի բավարարում մարդու իրավունքների պաշտպանին դատախազի հրամանով։ Սես բան բնության մեջ չկա, ասեք աշխարհում Հայաստանից բացի ուրիշ երկրներ կան, չէ՞։ Ես վերջերս եմ իմացել, որ սահմանադրական դատանի դատավոր Էդգար Շաթիրյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատավոր է, սահմանադրական դատանի դատավորը դատախազի հրամանով նշանակվել է դատախազության էթիկայի հանձնաժողովի անդամ։ Խայտառակություն։ Այն դեպքում, երբ որ դատախազությունը սահմանադրական դատանում դիմող կամ պատասխանող սուբյեկտ է հանդիսանում։ Ահա այս խայտառակությունների շարք։ Ուրեմն ինչ արել Աննա Վարդապետյանը գրեթե առանց բացառության մասնակցել է կառավարության գրեթե բոլոր նիստերին։ Սա այն նիստերն, այսինքն օրենքը թույլ է տալի, որ դատախազը մասնակցի կառավարության նիստերին, բայց սա պետք է լինի միայն այն դեպքում, երբ որ կառավարությունում քննարկվող հարցերը, ասենք կլինեն դրանք օրենսդրական նախաձեռնություններ, իրավակարգավորներ եւ այլն, ինչ-որ իմաստով առնչվեն դատախազության գործունեության։ Եթե օրակարգային հարցերը հիմիկվա կառավարությունում եք գիտեք, չէ՞, ասենք 35 հարց օրակարգում, 34-ը չզեկուցվող։ Ասենք դու գնում ես նստես այդ կառավարության նիստերին, այնտեղ իհարկե ինքը նստելու համար չի գնում։ Այնտեղ բոլորը գնում են ոտքի կանգնելու համար, որովհետև այս կառավարությունը ի տարբերություն Հայաստանի բոլոր նախորդ կառավարությունների ոտքի է կանգնում, երբ որ դահլիճ է մտնում նորին կայսերական գերազանցություն օվկիանոսների տիրակալ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն ինքը գնում է որպեսի հոտնկայս ողջունի Նիկոլ Փաշինյանին եւ մի անգամ էլ հիշում եք այդ զինծառայողների դեպքի առիթով էլ կարծես, որ ասում է պարոն վարչապետ, զեկուցում եմ ձեզ այն պաշտոնյան, որը պիտի վարչապետին
սանկցիա ձերբակալեն եւ տանի դրան կալանքի զեկուցումը այդ վարչապետին քրեական գործ է, եւ որ վարչապետը քաղաքական պաշտոնյա եւ առհասարակ պիտի տեղեկացված չլինի իրականացվող վարույթը գաղտնիություն ունի։ Ես հիմա քրեական գործով տուժող եմ, քննիչ է, ինձ քրեական գործի նյութերին թույլ չի տալի ծանոթանամ, երբ որ ես պարտավորություն եմ ստորագրել, որ չեմ հրապարակելու։ Բայց տուժողը քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք չունի։ Վարչապետը դրան ծանոթանալու իրավունքը որտեղից է ձեռք բերել, հերիք չի։ Մի հատ էլ այդ նյութերին դրան զեկուցումը գլխավոր դատախազը կառավարության նիստի ժամանակ։ Այս ամեն ինչը մի բանի վկայությունն է, որ դատախազություն որպես քաղաքական մարմին Հայաստանում գոյություն չունի։ Նույն այս գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանը 2022 թվականի սեպտեմբերի 21-ին կառավարական պատվիրակության կազմում այցելել է Եռաբլուր Փարքի Պանթեոն։ Սա այն ժամանակ, երբ որ կարմիր բերետավորները ապօրինի ֆիզիկական բռնի ուժ են կիրառել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։ Հեռացել են նրանց Եռաբլուրից, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր հանցախումբը, որի թվում է նաև գլխավոր դատախազը, այցելեն Եռաբլուր Պանթեոն։ Ինչ գործ ունի դատախազը որևէ կառավարական պատվիրակության կազմում, բայց պարզվում է, որ սա ոչ միայն պատվիրակության կազմում կառավարության Եռաբլուրը այցելում, այլ վարչապետի գրասենյակի պաշտոնյա Եղիշեկ Կիրակոսյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելում է նաև Ստրասբուրգ եւ մասնակցում Եվրոպայի խորհրդի կազմակերպված ստադի տուրերի կամ ինչ-որ հանդիպումների կամ միջոցառումների։ Սա դեռ հերիք չի։ Պարզվում է, որ Աննա Վարդապետյանը ունի մեկ այլ թուլություն, դա Աննա Հակոբյանն է, որը թերևս նրա վարչապետ դատախազի պաշտոնում նշանակելու կամ գլխավոր հովանավորյալն է հանդիսանում, որովհետև այլ կերպ ինչպես պետք է բացատրել, որ նա մասնակցել է 2023 թվականի մարտի 8-ին վարչապետի կին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված միջոցառմանը, սա ասեմ ձեզ, մի րոպե հերթով գանք հլը, 2022 թվականի դեկտեմբերի 24 վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր Մարիամ Փաշինյանի հետ դեկտեմբերի 24-ին այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, մասնակցելու տոնական միջոցառմանը։ Նրանց դիմավորել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և Ճախրուկ ՀԿ հիմնադիրներ Անահիտ, Անուշ, Աննա Մխիթարյանները։ Այսինքն, ըստ պաշտոնական հաղորդագրության, որը տվել է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը, Աննա Վարդապետյանը գնացել է մանկատուն դիմավորելու Աննա Հակոբյանին և Մարիամ Փաշինյանին, տեղում դիմավորելու։ 2023 թվականի մարտի 8-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ անցկացվել է հնարավորություններ և խոչընդոտներ կանանց տեղն ու դերը Հայաստանում համաժողովը, որին մասնակցել և որպես հիմնական զեկուցող հանդես է եկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, նրա տեղակալ Անահիտ Մանասյանը։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ապրիլի 7-ին անցկացվել է հնարավորություններ և խոչընդոտներ կանանց տեղն ու դերը Հայաստանում խորագրով համաժողովը, որին մասնակցել և ելույթ է ունեցել, իդեպ ասեմ, Մարիամ Փաշինյանի առաջարկով, այսինքն Մարիամ Փաշինյանն է վարում այդ միջոցառումը եւ ասում է այժմ ես հրավիրում եմ, որպեսզի ելույթ ունենա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, այսինքն Աննա Վարդապետյանին կառավարման նրան վրա ազդեցության նշաձողը արդեն Նիկոլ Փաշինյանից մի հատ իջացվել է Աննա Հակոբյանը, իհարկե այս հարցում մի քիչ դժվար ասել, ընդ բարձրը որն է Աննա Հակոբյանն է թե Նիկոլ Փաշինյանը, բայց ամեն դեպքում մի հատ էլ հիմա սրանք գցել են Մարիամ Փաշինյանի ձեռը, այսինքն Մարիամն է դրանով հիմա զբաղվողը, գլխավոր դատախազով մեր երկրում։ Այսի պաշտոնական հաղորդագրություններ են։ Ես գրավոր հարցում եմ արել գլխավոր դատախազություն, պարզելու համար, թե ինչի է Աննա Վարդապետյան այցելել Խարբերդի մանկատուն կամ մասնակցել մարտի 8-ի միջոցով, ով է նրան հրավիրել։ Իսկ գրավոր պատասխանել են, որ այդ հրավիրողը եղել է վարչապետի
Տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը։ Ուրեմն վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակ պետական կառավարման համակարգում գոյություն չունի։ Ոչ մի պետական մարմնում, այդ թվում վարչապետի աշխատակազմում, վարչապետի տիկնոջ գրասենյակ ստորաբաժանում գոյություն չունի։ Այսինքն դատախազությունում նույնիսկ չգիտեն, թե ով է հրավիրե գլխավոր դատախազին մի միջոցառման, որին մասնակցելու իրավունք ինքը չունի դատախազության մասին օրենքի 7-րդ հոդվածի առաջին եւ 3-րդ մասերով։ Մասնավորապես դատախազության մասին օրենքի 7-րդ հոդված։ Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն։ Երրորդ մասում ասում է դատախազն իրավունք չունի կազմակերպելու այնպիսի հավաքներ, կազմակերպելը ենթադրվում է նաեւ իր մասնակցությունը ապահովել կազմակերպված միջոցառումներին, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա քաղաքական չեզոքությունը։ Այսինքն այս աղջիկը 100% լինելով իրավաբան չի է, իրավաբանական գիտությունների տեխնացու, թեման կարծեմ մարդու օրգաններ առնել ծախելու բանի տենց թեմաներով է պաշտպանել, նա նույնիսկ դատախազության մասին օրենքին ծանոթ չի փաստացի, որովհետև իր գործունեությունը դրա մասին է վկայում։ Իսկ որ իր գործունեությունը ամբողջությամբ քաղաքական բովանդակություն ունի, դա արդեն երևում է իր ֆունկցիոնալ գործունեությունից։ Իր պաշտոնավարման կարճ ժամանակաշրջանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություններով է հանդես եկել ազգային ժողովի առջև 3 падգամավորների անձեռնմխելությունից զրկելու համար։ Եվ այդ 3 падգամավորները շատ հետաքրքիր զուգադիպությամբ ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից են, որոնցից մեկն էլ Հայաստան խմբակցության ղեկավար Արցախի հերոս գեներալ գնդապետ Սերյան Օհանյանն է, նույն գիտեք ինչ քրեական գործով 2009 թվականի Արշարի գյուղապետի կայացրած որոշումով 2012 թվականին, հիմա որ 11 տարի առաջվա մի ենթադրյալ գոյություն չունեցող մի հատ ջուր, որով նաև Գրիգորի Խաչատուրովին են ձերբակալել։ Սա գնաց է 3 ամիս առաջ, 6 ամիս առաջ տեղի ունեցած 15 զինծառայողի մահվան հանգամանքները չեն կարող պարզեն, մինչև հիմա չգիտեն այդ զինծառայողները ինչից են մահացել։ 11 տարի առաջվա քրեական գործով մտել է ազգային ժողով եւ անձեռնմխելությունից զրկել են ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարին։ Խմբակցության падգամավոր բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր հասարակության մեջ մեծ հեղինակություն վայելող բժիշկ Արմեն Չարչյանին, ազգային ժողովի падգամավոր Մեհեր Սահակյանին։ Բայց եթե դու Մեհեր Սահակյանին անձեռնմխելությունից զրկում ես, այն Արթուր Հովհաննիսյանը, որ իմ լեզուն ու ակաժներն էր ուզում կտրեր, այն Ռուստամ Բակոյանը, որ բոլորի հաշկի առաջ այդ ամբողջ խմբակցությունով եկել ապելի 4-ի խուլիգանություն էին անում ազգային ժողով, բայց դրանց անձեռնմխելությունից զրկելու հարցերով դու ինչի՞ չես զբաղվում։ Ոչ, ինքը դրանցով չի զբաղվում։ Այնինքը կարա հետապնդումներ իրականացնի Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ, զոհված զինծառայողի մոր Տիկին Գայանե Հակոբյանի նկատմամբ։ Ոչ ոք չի խոսում, չեն քննարկում, նո իրենց վիճելի կերպարը նաև հաշվի առնելով։ Բայց ասենք քաղաքական կուսակցության ղեկավարը Արտակ Գալստյանը, հանրային ձայն կուսակցության ղեկավարն է։ Ոչ միայն ինքն է ձերբակալվել, ակնհայտորեն ըստ մամուլի հաղորդագրությունների չհիմնավորված, չապացուցված մի հատ շինծու մեղադրանքով։ Այն պահին, երբ որ սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ հանրային ձայն կուսակցությունն ունի բարձր վարկանիշ։ Եվ իր նկարն ձերբակալել, եւ իր փաստաբանին են ձերբակալել, եւ հիմա պարզում է կնոջն են ձերբակալել, որդուն են ձերբակալել։ Խոշտանգումների են ենթարկել քնչական մարմիններում։ Ու սա ինչի համար ակնհայտ քաղաքական հալածանքներ, քաղաքական գործունեություն։ Ես հիմա չեմ քննարկում իրանց քաղաքական գործունեության բովանդակային մասը, դա իմ արժեքային համակարգի հետ ընդհանրապես ոչ մի կերպ չի կարա ասոցացվի, բայց ֆորմալ իմաստով դա կուսակցություն է, դա կուսակցության ղեկավար է։ Եվ որևէ դեպքում որևէ վարույթ չեն իրականացնում, ասացի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տանում են քննիչ հանձնաժողով, որ քաղաքական ելույթներ ունենա, եւ որ 2020 թվականի 44 օրյա պատերազմի հանգամանքների համար քրեական գործ է հարուցված։
զոհված զինծառայողների ծնողները պաշտոնապես ճանաչվել են որպես տուժող, եւ մեր ամբողջ երկրի իրավապահ համակարգը ժամանակին Արթուր Դավթյանը, հիմա Աննա Վարդապետյանը չեն կարողանում պարզել այդ մարդիկ ում գործողություններից են տուժել։ Նույնը սեպտեմբերի 21-ի Եռաբլուրի ոստիկանական խուլիգանությունը։ Այսինքն մարդիկ տուժող են, բայց չեն կարող պարզել ումից են տուժել։ Սեպտեմբերի 14-ին ոստիկանները ինձ տապալեցին գետնին դիմակավորված ոստիկան ես ասում, խուլիգաններ, ձեռնաշղթաները հասցրեցին տարան ոստիկանություն, դիմել եմ, հարուցվել է քրեական գործ, քննչական կոմիտեն դատախազությունը չեն կարող իմանալ, թե դա որ ոստիկանն է, երբ որ ավտոյի համարներն եմ գրել տվել իրաց, թե որ ավտոյով են ինձ տարել, տեսանյութերը կա։ Բայց սրանք ասենք իշխանական ոչ մի պատգամավոր քաղաքական գործի ասենք կլինի են ինչ էր են, այս վերջերս որ երեխայի նկատմամբ բռնություն էր գործադրել ջերմուղի աշխատողը։ Ոչ մի բան սպանություն ապարանում քաղաքական հողի վրա։ Չէ՞ սրանց բացահայտումներ գոյություն չունի։ Շատ հետաքրքիր է սրա մարզային այցելը։ Այս ընթացքում գրեթե մի շարք մարզեր այցել է ու դրանց մեջ մի հատ հետաքրքիր այցելություն։ 2023 թվականի փետրվարի 20-ին Աննա Վարդապետյանը չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն։ Ամեկ+am-ի հրապարակումը կայքում դրան։ Այսինքն ես իհարկե նրա անձնական ընտանեկան կյանքից չի հետաքրքրում, նա ամուսնացած է, երեխա չունի, բայց այս ժամանակաշրջանում երկու մանկատուն այցել է, բայց ոչ մի երեխու որդեգրում չի արել։ Ես չեմ հասկանում, ասեք սրա դատախազը մանկատները ինչի այցելում, այս հումանիզմի այս դրսևորումները, այս ում համար են, չոր ասում չպլանավորված, չհայտարարված այց է կատարել։ Ասենք պարզվում է, որ սա նաև այցեր կա, որ հայտարարումը նոր է գնում։ Ինչն է հետաքրքիր տպավորիչ նաև Աննա Վարդապետյանի հանդիպումները դեսպանների հետ։ Այս դեսպանացավով սրանց տառապողները շատ են։ Անցած անգամ ես խոսել եմ, չէ՞, Սահմանադրական դատարանի նախագահ ինքնահռչակված Արման Դիլանյանի դեսպանների հանդիպումների մասին։ Ես պիտի հիշեցնեմ ձեզ։ Դեսպանը դա երկրի կառավարության ներկայացուցիչն է մեր երկրում։ Հիմա ուզում եմ հասկանամ, ասենք Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանի գլխավոր դատախազի հետ ինչ ունի քննարկելու, ինչ առնչություն ունի, ոչ տուժողա, ոչ հանցագործա, ավելին անձեռնմխելի է, նրանց նկատմամբ հնարավոր չի որևէ վարույթ իրականացնել, որևէ առնչություն ունենալ։ Բլավ ասենք օրինակ 7 դեսպանի հետ հանդիպում ա ունեցել իր պաշտոնավարման կարճ շրջանում 22 թվականի հոկտեմբերի 4-ին ընտրվելուց անմիջապես հետո Ռուսաստանի դեսպանի հետ, հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դեսպանի հետ, նոյեմբերի 22-ին Իրանի դեսպանի հետ, 2023 թվականի հունվարի 26-ին Նիդերլանդներ, փետրվարի 21-ին Ռուսաստան, մարտի 16-ին Վրաստան, մարտի 21-ին նորից ԱՄՆ դեսպան։ Իսկ 2022 թվականի դեկտեմբերի 8-ին Աննա Վարդապետյանը Մոսկվայում Ռուսաստանի գլխավոր դատախազի մասնակցությամբ ունեցել է իր կյանքի երևի ամենաերանելի երջանիկ հանդիպումներից մեկը։ Նա հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազին։ Շատ տպավորիչ է Աննա Վարդապետյանի ուրեմն հայտարարագիրը, որը հրապարակվել է 2022 թվականի գույքի եկամուտների եւ շահերի հայտարարագիրը։ Պարզվում է, որ 2022 թվականին դեռևս վարչապետի օգնական հանդիսացող Աննա Վարդապետյանը տուն է ձեռք բերել առանձնատուն եւ գիտեք որտեղ Երևան քաղաքի կենտրոնում ուրեմն Անտառային փողոց 13/4 հասցեում այս պահին կառուցվող նորակառույց շենքում կառուցապատողն է Անտառային շին ՍՊԸ-ն փոխառության գումարը կազմում է 47.780.000 եւ 5.314.382 դրամի չափով։ Բանկային հաշիվներում գրեթե մնացորդներ չունի, կանխիկ դրամ գրեթե չի պահում իր մոտ, բայց ստացված փոխառություններ վարկեր։ HSBC Bank Հայաստան 1.216.000 դրամ, Հայաստանի պետ եկամուտների կոմիտե, սա եկամտահարկի վերադարձն է, այսինքն վարկի գումարը այնքան մեծ է, որ եկամտահարկի վերադարձը միայն կազմել է 3.762.576 դրամ։ VTB բանկն է, ասեցի հիմնական վարկատուն 47.780.000 դրամ եւ ինչ տպավորիչ է աշխատավարձը։ Ուրեմն պարզվում է, որ Աննա Վարդապետյանի ամսական աշխատավարձը, երբ որ նա եղել է վարչապետի օգնական, կազմել է մինչև պաշտոնից ազատվելը
12 միլիոն 391,245 դրամ, դա ամսական կազմում է մոտավորապես 1 միլիոն 239,125 դրամ ամսական։ Ասեք մի հատ խնդրում եմ, էլի, հիմա ամեն մարդ, ով որ հիմա աշխատավարձ է ստանում, ով որ բիզնես ունի, ԱՁ-ը, մի հատ դուք հիմիկված ձեր ամսական եկամուտները հաշվեք ու վարչապետի խորհրդական, ասենք նախարար չէ, էլի, որ ասես վարչապետի խորհրդականը զորով գործ ուզենա չկար անի։ Ասենք նա ինչով պիտի, ասենք լավ, Ռուբեն Հայրապետյանի քրեական գործի նյութերը մի անգամ խմբագրեց։ Բայց դրանից հետո սա ինչ արե, որ ամեն ամիս, մի անգամ չէ, ամեն ամիս ստանա 1 միլիոն 200,000 դրամ աշխատավարձ։ Պարզվում է, Նիկոլ Փաշինյանի աշխատավարձից շատ։ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը ըստ իր հայտարարագրի ամսական կազմել է 1 միլիոն 69,792 դրամ, իսկ Աննա Վարդապետյանինը 200,000 դրամ էլ ավել։ Վարչապետից շատ փող է ստացել։ Պատկերացնում եք սրանց բաները, հարաբերությունները։ Իսկ դատախազությունում ընդամենը 3.5 ամսվա ընթացքում 3.5 ամսում Աննա Վարդապետյանը ստացել է 7 միլիոն 305,352 դրամ։ Սա ամսական կազմում է մոտավորապես 2 միլիոն 87,243 դրամ հարկերը վճարելուց հետո, ես ինչ որ ասում եմ, եկամուտների հայտարարագրում նշվում են միայն մաքուր աշխատավարձեր, այսինքն հարկերը վճարելուց հետո։ Աննա Վարդապետյանի ամսական աշխատավարձը, սիրելի հարկատու Հայաստանի քաղաքացիներ, կազմում է 2 միլիոն 87,000 դրամ։ Նրա ամուսինը, որը աշխատում է Ռուսալ Արմենալ ընկերությունում, տարեկան իր ամուսնու աշխատավարձը կազմել է 3 միլիոն 695,000 դրամ, իսկ Աննա Վարդապետյանի մի ամսվա աշխատավարձը 2 միլիոն 80, այսինքն նրա ամուսնու մի տարվա աշխատավարձը Աննա Վարդապետյանը ստանում է մի ամսում գրեթե։ Սա դրա համար է, որպեսզի նաև յուրաքանչյուր մարդ համադրի տեսնի, թե ինքը ինչքան փող է ստանում այս պետությունից, իր բիզնեսից, իր գործունեությունից եւ ինչքան են ստանում այն մարդիկ, ովքեր ծառայում են ադրբեջանա-թուրքական շահերը սպասարկելուն։ Իդեպ ասեմ ձեզ, որ իր ամուսինը նույնպես վարկի մեջ է եւ ստացել է պետեկամուտների կոմիտեից նաև եկամտահարկի վերադարձ, վարկի ուրեմն եւ մինչ այդ ունեցել է նաև բնակարան Արաբկիրում 2 բնակարան, այսինքն այս որ Անտառա, ինչ էր այդ փողոցի անունը, ուրեմն մի րոպե, Անտառային փողոցում, սա նախագահական նստավայրի անմիջապես հետևն է, ես Google-ի քարտեզով նայեցի, իրանք Արաբկիրում բնակարան ունեցել են, բայց նաև վարչապետի արդեն օգնականի պաշտոնը եւ հիմա գլխավոր դատախազի որոշել է նաև իր բնակարանային պայմանները բարելավի։ Եզրահանգումներ, գլխավոր դատախազություն, որպես անկախ սահմանադրական մարմին, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո գոյություն չունի, Աննա Վարդապետյանը ոչ թե անկախ մարմնի ղեկավար է, այլ ադրբեջանա-թուրքական հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ, որը կոչված է իրավական շահեր սպասարկել, մեր ժողովրդի, հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամուն իրավական, քրեական պատասխանատվությունից ազատելու, նրան այդ պատվար ստեղծելու իշխանության ղեկին մնալու համար, որպեսզի նա իրականացնի իր ազգադահ եւ հայրենակործան ծրագրերը եւ Արցախը ու Հայաստանը ամբողջությամբ հանձնի թշնամուն։ Նա հանդիսանում է այս ադրբեջանա-թուրքական հակաժողովրդական ապազգային ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Երբ որ Աննա Հակոբյանի առաջ նրանից շնորհակալություն հայտնելով հրավերի եւ խոսքի համար Աննա Վարդապետյանը Դիլիջանում ապրիլի 7-ին ելույթ էր ունենում, հղում էր անում իր գյուղում ապրող Տավուշի մարզի գյուղերից մեկում ապրող իր տատիկներին, ասելով, որ հավանաբար իր տատիկները հիմա լսում են իրան եւ ասում են, որ նա այդպես էլ մարդ չդարձավ։ Իմաստուն են Աննա Վարդապետյանի տատիկները։ Նա միգուցե մարդ չդառնա, բայց արժանապատվության հեղափոխությունից հետո կալանավոր կդառնա հաստատ։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։